Ասում են Թուրքիայի ճանապարհը բացենք։ Ես ասում եմ, այո, բացենք, բայց մինչև բացելը ժողովուրդ ջան, պետք է կարողանանք հարց կարգավորենք ժողովրդին գյուղացուն հնարավորություն տանք, որ իր մոտ էլ էժան ստացվի։ Ճանապարհը բացելը ոչ թե մեր մոտ լրիվ ավիրվի, այլ կարողանան մրցակից լինել։ Դոտացիա տան, հնարավորություն տան, գույքարկը պակասացնեն, պարարտանյութը անվճար տան, սերմը տան։ Թե չէ հիմա բացեցին իրաց մոտ էժանա, մեր մոտ տանգա։ Էմերը չի վաճառվելու, նրանք գալու են սաղ գրավեն, նույնը փոքր ու միջին բիզնեսի հետ։ Մեզ պետք է 6 ամիս, մի տարի ծրագրավորենք, իրանք ինչ ունեն, մենք ինչ ունենք, գնային համացություն անեն, իրաց մոտ ինչա, մեր մոտ ինչա, որ կարողանանք մրցակից լինել։ Եթե բացեցինք, եթե կորցեցինք, ուրեմն լրիվ դադարվելու է։ Ճիշտ է թե ոչ։ Ճիշտ է։ Մեր գյուղի համար առաջի մեծ խնդիրը մեր ռոռոկման ջուրն է, որը որ չունենք։ Եթե մենք ռոռոկման ջուր ունենանք, մեր գյուղը շատ մեծ հողային տարածքներ ունի։ Կարանք լրիվ մշակենք։ Հիմա մշակը մենք այդ հողերի 10-20%-ը։ Նայ մեզ ասում են ջուր չկա։ Ամբողջը բարեր, ձներ կարա ջրամբար, ձնհարկի ջուր կհավաքվի։ 4 գետ է հոսում այս խանութեղից, մենք ջուր չունենք։ Բա հիմա եթե անտերություն է, գետերը հոսում է, չեք կարող օգտագործել, պետք է կարողանան մի հատ էլ սարքեն, որ ձնհարկի ջուրը հավաքվի, ջրամբար լինի, դա էլ օգտագործել։ Բացի դա սերմի խնդիրը ունենք։ Սերմի խնդիրը ունենք, կարտոշի խնդիրը, կարտոշկեն 50 տարի է ցանում են չի։ Եղբայր, որտեղ ցանում ես, եթե մի սերմը 5-6 անգամ ցանում ես, բայց ատեն դու 20 տարի եք ցանում, որ պետք է դու հեկտարից ստանաս 50 տոննա, ստանում ես 8 տոննա, 10-12 տոննա, ասենք 40 տոննա, որ պետք է քեզ շահույթ բերի, պետք է գարնանը բերեն սերմել տրամադրեն, մեր կլիմայի պայմաններում որ սորտնա, որ ավելի լավ է լինում, ախ մտածող ապետ, ձեր ցավը տանեմ, եթե ճիշտ մարդը համապատասխան ոլորտի մարդը հասկանա գյուղատնտեսությունից, հասկացա տնտեսությունից, հասկանա արդյունաբերությունից, կազմակերպի մարդիկ էլ գործը կանեն իրենց տունը կպայեն։ Գործից պետք է հասկացող մարդ լինի։ Ժողովուրդ ջան, այսօր պաշտոնների սաղ անփորձ երիտասարդների հավաքածու է։ Անփորձ։ Փորձը բերել են ժողովրդի վրա են կիրառում։ Պետք է մտածեն մարդու մասին, ժողովրդին հնարավորություն տան։ Ժողովուրդը հարուստ է, պետությունը հարուստ է։ Եթե ժողովուրդը աղքատ է, պետությունը հարուստ չի կարող լինի, ժողովուրդ։ Տների հարցը ոնց պետք է լինի։ 62 տարեկան են։ Դոմիկ հետս փթմա ես էլ հետ է։ Այդ ոնց պետք է լինի տան հարցերը։ Վերջո մարդավարի մի տուն ունենք, դուրը բացենք, մտնենք ապրենք էլի։ Եղբայր, այն ժամանակ կլինի, որ համապատասխան պաշտոններում կլինեն մարդիկ, ովքեր փորձ ունեն, արդյունքը ցույց են տվել, եւ նրանք բոլոր հանրությունը ժողովուրդը գիտի, որ այդ մարդը իրոք ստեղծող, արդյունք ցույց տվող արդարացի մարդ է։ Մեր մոտ պետք է արդարության սկզբունքը գործի։ Հիմա օրինակ ասեմ, Ղարաբաղի համար որ գումարներ է տրամադրում 16 միլիոն։ Դա սխալ է տրամադրել։ Պետք է կառուցեն 25000 բնակարան ապետ։ Այդ գումարը, որ օգնում էին Արցախին, ստեյ բյուջեից տալիս են, կազմակերպեն 25000 բնակարան, մարդկանց տրամադրեն, որտեղ այդ գումարը տալիս են, այդ մարդիկ 50%-ը տուն չի կառուցելու, այլ տեղերը այդ գումարը օգտագործելու, իսկ եթե տունը կառուցեցին, տվեցին պայմանագրով, որ այդ տունը 20 տարի իրավունք չունես վաճառելու, մարդը արդեն իր տուն ունի, նույնն էլ երկրաշարժի ժամանակ պետք է կարողանային ճիշտ պլանավորել, կազմակերպել, որ մարդիկ կարողանային տուն ունենային, այս քանի տարի անց է։ Այսօր հայրենիքը ոչ թե բաժակաճառա, որ խոսում են էսեն, այլ հայրենիքը պետք է հայրենիքի համար արած բան ունես։ Այդ սաղ ճարտար խոսացողներին հավաքին, հլա սա աղբեր, ինչ ես արել, մի հատ ասա քարը քարին դրել ես, բացի քո տունը պայելուց, հարստանալուց, ինչ ես արել։ Մի երկու բան ասա, ինչ ես արել։ Այդ ժամանակ ձենը կկտրի։ Մի գյուղով չեն կարող միասնական մի հատ որոշում կայացնել։ 7 բաժին կիսված, էս իմ բարեկամն է, էս իմ ծանոթն է, էս իմ հորողբոր տղեն է։ Ով ուզում է լինի, թեկուզ գյուղապետը, քու աղբոր տղեն է, գիտես փորձ չունի, չի կարա, պետք է թույլ չտաս։ Այդքան մեղքի տակ պետք է չմտնի։ Քննարկեք իրար հետ, չեք մասնակցում։ Պետք է մասնակցի 2 միլիոն 400 հազար, մասնակցում 1.200.300, ասենք կեսը չխիչ են մասնակցում։ Դու մասնակցեն ձեր երեխի ապագայի խնդիրն է, ձեր ցավը տանը։ Վարչապետի տեխնատուն ով է։ Լսել եմ, որ դու վարչապետի տեխնատու չես։ Այո, ճիշտ է։ Ունենք 3-4 տեխնացու, որ այսօր կարողանա աշխատի գիշեր-ցերեկ այս ծանր վիճակից դուրս գա։ Մեզ այսօր պետք է ապագայի վարչապետ, ոչ հիներից է լինելու, ոչ այսօր ներկաներից։ Ապագայի վարչապետ, որ կարողանա մեր ժողովրդի մատից փուշ անի, մենք էլ իր կողքը լինենք, ինչով էլ պետք է մենք աջակցենք, որ այս վիճակից դուրս գանք։
Ես ասեմ վարչապետ չեմ ուզում, որ չասեն Ծառուկյանն գելա գյուղեգյուղ, ձենը հավաքում որ վարչապետ դառնա։ Իմ ուզած իմ ժողովուրդը լավ ապրի։ Իմ երեխու ապագան փայլուն լինի։ Սա է խնդիրը։